Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես կրկին հարգանքով դիմում եմ մեր այն ունկնդիրներին, որոնք դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել One Talk մեր YouTube-յան ալիքին եւ դրանով հանդերձ խրախուսել մեր աշխատանքը։ Սիրելի բարեկամներ, այսօր մեր զրուցակիցն է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ Պարոն Կարապետյան, շնորհակալություն, որ կրկին անգամ ընդունել եք մեր հրավերը եւ եկել եք մեր տաղավար։ Գիտեմ, բազմազբաղ մարդ եք, շատ տեղերից են ձեզ հրավիրում, միշտ այդպես ցանկալի եւ այսպես պահանջված լինեք տարբեր հեռուստաալիքների համար, տարբեր ալիքների համար։ Պարոն Կարապետյան, ապրիլի 13-ին ժամը ես ուղղակի փաստացիորեն ընթերցեմ, ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է մշակույթի տունը։ Ինչ են նշանակում այս կրակոցները, այս խաղաղության, օրակարգի, խաղաղության այս լայն իմաստով այս ռետորաբանության պայմաններում։ Սա կրակոցներն է այն մասին, որ ցավալապաշտական եւ առավելապաշտական նկարտումները մասնավորապես Սյունիքի հանդեպ չեն դատարել, նախ դա, եթե գլոբալ համատեքստում ենք նայում, որովհետեւ նրանց հաջորդ արշավը ասեմ, հաջորդ քայլը ասեմ, դա Սյունիքի հանդեպ ոտնձգությունն է էքսպանսիայի տեսքով։ Եվ դա նրանք չեն թաքցնում որպես անկեղծ թշնամի։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, թե ինչպիսի ծրագրերով են շարժվում, ինչն է նպատակը, ուր են գնում, եւ այստեղ որպես այդպեսին գերնպատակը Զանգեզուրի միջանցք կամ Մեղրիի հատվածով միջանցք ստեղծելն է եւ Արևմտյան Ադրբեջան կոչված տարածքից ցամաքային կապ հաստատելն է Նախիջևանի հետ, գլոբալ առումով դա է։ Գլոբալ առումով։ Բայց տեսեք, դուք նշում եք հենց 13-ից 13-ից առաջ տեղի է ունեցել եւս հրաձգություններ։ Եվ ոչ միայն այդ հատվածում, այլ նաեւ Խոզնավար հատվածում, այսինքն զգալի ավելի մեծ տարածականություն ունեցող հատվածում, Խնածախ Խոզնավար հատվածում։ Եվ տեսեք, փորձենք քրոնոլոգիա անցկացնելով հասկանանք ինչի համար էր այդ կրակոցը կամ մեսիջը որն էր կրակոցի, հա։ Դե տեսեք, եթե ձեր վրա կրակում են, դուք դա թողնում եք այսպես սիրողական մագարտակի պատասխաններով, ընդ որում պաշտոնական։ Խոսքը վերաբերում է պաշտպանության նախարարության աննորմալ ես կգնահատեի պատասխանին, առայն որ դրանք կրակոցներ են։ Ոչ են անում կներեք հետաքննել, կգանք դրան, ստեղծել, որը չի արվում։ Կգանք դրան։ Դուք ցիտում եք հիմա անվտանգության քարտուղարի։ Կգանք դրան։ Եկեք դրա համար ասեցի, եկեք քրոնոլոգիայով անցնենք, հա, վերլուծենք իրավիճակը։ Կրակոցներ եղել են դերևս մեկ շաբաթ առաջ։ Հիշում եք պաշտոնական հայտարարությամբ ինչ էր ասվում, ՊՆ-ի պաշտոնականը, ֆանտաստիկ մի հատ պատասխան էր, նմանատիպը չունեցող, երբևիցե չի հնչել պաշտոնականը։ Դրանք կրակոց են վերև, օդը, չգիտեմ ինչ, եւ ըստ այդ հայտարարության, կրկնում եմ պաշտոնական հայտարարության, գոյություն ունի երկու կրակոցի տեսակ։ Վտանգավոր եւ ոչ վտանգավոր։ Ստացվում է ըստ տրամաբանության, վտանգավորը հասկանալի է նրանք են, որոնք որ կոնկրետ նպատակաուղղված են բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներին, խաղանձանց եւ այլն։ Այսինքն պետք է զոհվեր, վիրավորվեր, զինվոր կամ քաղաքացիական, դա համարվեր վտանգավոր կրակոցներ։ Եթե կրակում են զոհ չկա, կապ չունի օդ են կրակում, իհարկե նման հասկացություն չկա, որտեվ ինչ-ինչ մարդիկ, ինչ-ինչ տգետ եզրակացություններ էին անում, որ մառախուղա դրա համար կրակում են, չի որպեսզի հասկացնեն, որ մարդ կա այստեղ, չգիտեմ, ոտնձգության չգնան եւ այլն, ես որպես նաեւ զինվորական եմ ասում, զավեշտի ժանրից են նման բացատրություններով հանգստացնել է սեփական հանրությանը։ Մենք գիտենք, որ դրանից հետո, քանի որ պատշաճ, հավուր պատշաճի պատասխան չհնչեց, այսինքն թողեց ամենաթողության սկզբունքով, ոչինչ դե կրակել են, կարևորը դեպք չի եղել, զոհ չկա, հա, չի գրանցվել ինչ որ ինցիդենտ,
լուրջ ինչ է, այսինքն էքսեսը կա, բայց լուրջ խնդրեմ չկա։ Հետևաբար դա դե կրագում են, կարևորը որ հիմա այս բան զո չկա եւ պաշտոնապես մենք կհայտարարենք, եթե ռեալ վտանգներ լինի, այսինքն ռեալ պատերազմական իրավիճակ լինի դա լոկալ թե գլոբալ պատերազմ, ամբողջ լայնամասշտաբ։ Այսինքն պաշտպանության նախարարության նման եզրույթով պաշտոնական հաղորդագրությունը այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ։ Մարազմատիկ, աբսուրդի ժանրի նոնսենս հայտարարություններ։ Դրա համար ինչ է տեղի ունենում, նայեք, եկեք մտածենք որպես թշնամու, հա, թշնամու կողմից ասելով, թշնամու մտածելակերպով։ Թշնամին ասում է, դե տեսնում ենք, որ կրակում ենք, պատասխանը չենք ստանում։ Դե եթե կարելի է կրակել, ուրեմն էլի կկրակենք։ Թիրախային չէր, թիրախային կդարձնենք։ Եվ այսօր մենք ականատես եղանք, որ քաղաքացիական օբյեկտի վրա, մասնավորապես մշակույթի տան վրա ուղիղ կրակոցներ եղավ։ Այսինքն, եթե դու չես պատժում քեզ կրակողին, նա այդ ոտնձգության էլի կգնա, այնքան կգնա, մինչև Աստված չարասցե, ինչ որ զոհ ունենանք կամ վիրավորներ ունենանք, նոր այդ ժամանակ ձեր մեջ բերած անվտանգության քարտուղարի խոսքերը բոլորս այսպես դեմոնստրատիվ կասենք, որ դե մեխանիզմներ պետք է ներդրվեն սահմանային ինցիդենտների, հա, ու այդ մասով հետաքննության մեխանիզմներ գործադրվեն, ըստ այդմ հասկանանք ով էր մեղավոր, ով էր առաջինը կրակել, ով էր թույլ տվել այդ սադրիչ գործողությունը, էսկալացիան ու որտեղից է առաջինը գալիս։ Այսինքն, նորից եմ կրկնում, երբ որ դու չես պատժում քեզ քո վրա ձեռք բարձրացնողին, պայմանական եմ ասում, ինքը հա ձեռք է բարձրացնելու քո վրա։ Ընդ որում եւս մեծ կարևոր դրվագ ասեմ։ Նկատել եք, երբ սկսեցին շաբաթից հետո այս կրակոցները, այսինքն մեկ շաբաթ կարծես հարաբերական անդոր էր։ Եվ այսօր էլի այդ կրակոցները ավելի կոնկրետ նշանակագետ էին։ Երբ որ վարչապետը գործուղումով Սյունիքում էր։ Սյունիքից մեկնեց, այն որ ասում է ճագերտավոր հետևից սկսեցին կրակել։ Ինչ է դա նշանակում, ճագերտ բացեմ, թե հասկանալ է։ Այսինքն քո առաջի դեմքը հասկանում ենք, չէ՞, շատ պարզ բան եմ ասում, չէ՞։ Երկրորդ, որ տեսեք ձեր վարչապետը գնացել, բայց մենք արդեն նույնիսկ Սյունիք գնալը մեր համար անընդունելի է։ Նաև կարող ենք այդ դիտանկյունից հարցին նայել։ Առավել եւս երկրորդ հանգամանքը կար, անցկացվեց հայ պարսկական զորավարժություններ։ Նու, դա ինչ որ միտեղ այդքան էլ զորավարժություն չէր, համատեղ զորավարժություններ Երգորիա շատ գնահատել էր, ես շատ կարևորում եմ։ Հա, որի մասին ընդդիմադիր քաղաքագետներից մեկը բավականին հայտնի, այսպես կոռեկտությունից ելնելով գուցե անուն չտանք, համարում էր անգամ կառավարության իր կարծիքով ամենաադեկվատ քայլերից մեկը հայ-իրանական զորավարժությունները։ Իրականում լավը պետք է ասես, լավ է, վատը պետք է ասես։ Ես եթե ինձ մնար, ես ժամանակին մենք առիթ ունեցել ենք այդ մասով կոնկրետ խո, ասել եմ օր առաջ կարողացեք նոր Փեզեշքյանի իշխանության հետ գալ ընդհանուր հայտարարի։ Այսօր, հենց այսօր փոխարտգործնախարարը իրենց Աբբաս Արաքչին արդեն խոսեց ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մեկնարկի մասին։ Դուք ինձնից առաջ ընկաք եւ լավ։ Դա շատ ողջունել է։ Ես հիմա դուք ինձ ինչ կարծիք եմ, շատ լավ դրական կարծիք եմ, դրա համար եմ ասում, օր առաջ դուք այդ բան, էլի ուշ չի, էլի շատ լավ է։ Թող դապնիները գնան իշխանություններին, որ դա նրանց արածն է։ Ընդ որում ես այստեղ խիստ կասկածում եմ, որ դա այսպես ինչքան էլ շահագրգիռ կողմը առաջնահերթ դա հայկական կողմն է։ Բայց այ ասում են, հիմա փորձենք կներեք, պարոն Կարապետյան, այ ասում են, որ բոլոր դեպքերում Իրանի հետ, հատկապես արևմտական, այսպես ասած, արևմտամետ մտայնություն ունեցող քաղաքագետները կամ վերլուծաբանները ասում են, որ Իրանի հետ շատ պետք չի խորացնել, որովհետև Իրանը գտնվում է Միացյալ Նահանգների հետ խնդիրը, միջոցների տակ, արևմուտքի, լայն եւ Միացյալ Նահանգների եւ արևմուտքի եւ Եվրոմիության հետ եւ մենք էլ կընկնենք այդ ամեն ինչի մեջ, եթե Իրանի հետ մի քիչ չափազանց խորացնենք մեր հատկապես ռազմական համագործակցություն, ինչ կարծիք եք, մենք կուլ տանք այդ խայծը չգնանք, մեղմ ասած չհամաձայնել, հիմնավորելով ինչի չեմ։ Ուրեմն այդ մտավախություն, մտահոգությունները, որպես այդպեսին, այո, ինչ որ տեղ ունեն, ցանկացած կարծիք կյանքի կոչվելու իրավունք ունի։
Բայց եկեք մի հատ ուրիշ համատեքստում նայենք։ Լավ, եթե ենթադրում ենք, որ լարված են Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունները։ Այդ համատեքստում, այո, այդ համատեքստում Միացյալ Նահանգների ըստ ձեզ, ըստ նրանց, այդ մարդկանց կանաչ լույս տրված չի եղել, որ Հայաստանը Իրանի հետ նման զորավարժություն է անցկացնում, որովհետև պաշտոնապես կամ ոչ պաշտոն հասանք, չէ՞։ Դարձյալ եկակ որպես իմ լավ բարեկամ այնտեղ, որտեղ ես ձեզ պիտի մի բան առաջարկեմ, նաև այսպես դարձյալ ձեր կարծիքը իմանալու ակնկալիքով, որ արդյոք դուք սա այո, կապակցեցիք արդեն ԱՄՆ-ի հետ, Ամերիկայի հետ, արդյոք այս ռուս-ամերիկյան այս բանակցությունների հետ կապակցում չունի այս համաձայնեցումներ, ներքին հետ կուլիսային պայմանավորվածություններ, չէ՞, գիտեք, քաղաքականության մեջ ոչ մի բան չի բացառվում եւ բնականաբար աշխարհակաղակական կենտրոնները գալիս են համաձայնության։ Եվ դա լավ է թե վատ։ Իհարկե լավ է, մեզ պարագայում կոնսենսուս եթե կա, շատ լավ, մեզ համար դա օգտավետ է։ Մեզ պետք է, որբիսի Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունները կայուն հարաբերություններ լինեն։ Տեկտոնական շարժեր չլինեն այդ հարաբերությունները։ Ընդ որում ասեմ, այն հռետորաբանությունը, որը որ կար նախկինում Տրամպյան, որ իմ օրոք պատերազմները չեն լինի այլևս եւ այլն, եւ մի պասարացումները անմիջապես նախագահ դառնալուց հետո, երբ որ ուլտիմատումային լեզվով էր խոսում իրանական բարձրաստիճան ղեկավարության հետ միջուկային ծրագրի հետ համաձայնեցման, տեսնելով իրանական կողմի ռեալ պատասխանը առայն, որ մենք չենք զիջելու, մենք կարող ենք բանակցել, մեզ չպետք է ուրիշ աչքով նայել, եկեք չի կարելի, այսինքն մեր հետ նման տոնայնությամբ շփվել։ Ընդ որում դա անցավ այս դեպքում, որովհետև Մասկատում, Օմանում հարտակ տրամադրվեց երկուստեկ, երկկողմանի առանց միջնորդների բանակցությունների, եւ դա իր պատուղները տվեց։ Ընդ որում ասեմ, ամսի 19-ին Հռոմում կայանալու է երկրորդ հանդիպումը եւ երկու կողմով արդեն էլի կրկնում, այսինքն կառուցողական խոսակցություն է ծավալվում իրանց միջև եւ կարծես եկել են ընդհանուր հայտարարի միջուկային ծրագրի առաջի լուրջ խնդիրը իրենց մեջ դա է։ Ես ձեզ վստահեցնում եմ, այդ խնդիրը եթե վերանա, այն վտանգը, որը կախված է այսօր հավանական, հա, Իրանի վրա հարձակվելու խոսքը դրա մասին է, դա կբացառվի։ Դուք հիշում եք Նետանյահու դեմքի արտահայտությունը եւ ժեստերը, միմիկաները սպիտակ տան օվալաձև գրասենյակում, երբ որ Թրամփը ուղիղ տեքստով ասեց, որ գալու ենք երկու կողմանի հարաբերությունների, փորձելու ենք այսպես սուր ծայրերը հարթեցնել եւ ընդհանուր հայտարարի գալ։ Դուք տեսաք ինչպիսի, իհարկե Զելենսկու նման չկարողացավ ընդդիմանալ, իրեն ավելի զուսպ պահեց, բայց դուք մի հատ տեսեք նրա վերաբերմունքը։ Ինչի, որովհետև մենք բոլորս գիտենք, չէ, որ տարածաշրջանում մեծավոր ավերելքում Միացյալ Նահանգների պոլիգոնը, պլազդարմը, ոնց ուզում եք ասեք։ Լավագույն դաշնակիցը դա եւ օգտագործվելի գործիքը Իրանի դեմ կոալիցիոն ուժերի տեսքով թե առանձնապես զուտ Իսրայելի տեսքով, դա Իսրայելն է, որը որպես գործիք կիրառվելու է։ Որից հետո Թուրքիան, չէ՞, կամ գուցե հավասարաչափ։ Ինչ որտեղ հավասարաչափ։ Հիմա ուրիշ բան եմ ասում։ Հիմա այս համատեքստում կա ընդհանուր կոնսենսուս։ Կա համաձայնություններ։ Իրանական դիվանագիտությունը այսօր շատ գրագետ է աշխատում այս մասով։ Չտրվեց սանդրանքների, իրեն չներքաշեց հավանական պատերազմի մեջ։ Պրոքսի պատերազմներ վարում է։ Բայց ինքը իրեն թույլ չտվեց, որ ներքաշեն պատերազմի մեջ։ Թրամփի վարչակազմը չգնաց դրան։ Ու այսօր կա ընդհանուր հայտարար այդ մասով։ Հիմա նախորդ հարցը չի կարելի չկապել սրա հետ։ Եվ երկրորդ հանգամանքը։ Տեսեք, շատ տրամաբանական է, նորմալ է։ Նույն հաջողությամբ ինչի եմ սա ասում, որովհետև ոչ պետք է ֆետիշացնել, ոչ թերագնահատել։ Իրանը սահմանային նմանատիպ զորավարժություններ նույն ֆորմատով անցկացնում է Իրաքի հետ, մյուս հարևանների հետ, ընդ որում Ադրբեջանի հետ է անցկացում։ Այդ զորավարժությունից հետո անմիջապես դելեգացիայով գնացել են Բաքու եւ այլն, դա շատ նորմալ է։ Այդպես է միջազգային հարաբերություն, դա ընդունված նորմ է։ Հիմա ասածս հետեւյալն է։ Առաջարկը, եթե դուք ասեք որն է այս համատեքստում, առաջարկս ավելի նման զորավարժությունները անցկացնելու
հնարավորինս շուտ հրատապ ռեժիմով իրական զորավարժություններ համատեղ կամ իրենց տարածքում կամ մեր տարածքում, որտեղ այստեղ տարածքներով, գիտեք, իրենք մասում են անում Արաքսից մյուս կողմ, մերոնք մեր մասով են անում։ Եվ եթե գիտեք, կոնկրետ այս երկօրյա զորավարժությունները զուտ կրում էր հետևյալ բնույթ ըստ պաշտոնական տեղեկատվության։ Հավանական ագրեսիայի դեպքում մաքսային կետի վրա, հսկիչ անցագրային կետի վրա ահաբեկչական խմբավորումների կողմից ոտնձգության դեպքում համատեղ ինչ գործողություններ պետք է իրականացնեն։ Այո։ Հիմա օրինակ ես շատ կուրախանամ եւ հույս ունեմ, որ այդ զորավարժությունները աշխարհագրորեն ավելի լայնամասշտաբ կդառնան, ծավալապես ավելի կընդգրկվեն, օրինակ ներառելով ոչ միայն մաքսային կետը, հսկիչ անցագրային կետը, այլ ողջ Իրան-Հայաստան ունեցած պետական սահմանի 41-ից 44 կիլոմետրի հատվածը հաջորդիվ կամ ոչ հաջորդիվ համընթաց նաև ողջ Սյունիքի մարզի տարածքը։ Խոսքը դրա մասին է։ Հիմա զորավարժություններ ասելով ես հակված եմ խոսել նրա մասին, որ ակնկալում եմ տեսնել նման զորավարժություն, նման մասշտաբների, նման բովանդակության զորավարժություններ։ Երբ որ Արաքչին ասում էր, որ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ են գնում, դա բավականին լուրջ հայտարարություն է։ Պարոն Կարապետյան, կներեք ձեր գեղեցիկ մտքի թելը մի պահ ընդհատեմ բարեկամաբար։ Փաստորեն եւ ուզում եմ կան մի այսպիսի բան է ցիտել ձեզ համար, որպեսզի դա նույնպես դառնա վերլուծության առարկա։ Փաստորեն այսօր ստացվում է հետևելով լրահոսին, հետևելով միջազգային իրողությունների մեր մասին, մեր տարածաշրջանի վերաբերող, որ շատերը կամ բոլորն են զբաղվում մեզանով, բացի առանձնապես մեզանից, այդպիսի ցավալի տպավորություն կա երևույթ, որովհետև մենք մի տեսակ կարծես թե մեր հարցերը մեզ փոխարեն են լուծում կամ մեր հարցերը քննարկում են։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը մտահոգված է մոնիտորինգի հետ կապված Հայաստան, Ադրբեջանը այս սահմանային միջադեպից եւ կոչ է անում անհապաղ դադարեցնել այս սահմանային բախումները, պարզաբանել թե ինչ է տեղի ունեցել եւ հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ինչ կասեք սրա մասին, սա ինչ է նշանակում։ Ձեր ասածի վերջից գանք։ Տեսեք, ձեր ասածի վերջից գանք։ Դուք շատ կարևոր մի հատ արտահայտություն արեցիք, որը կար այդ պաշտոնական հայտարարության։ Օր առաջ պայմանագիր կնքենք եւ այլն եւ այլն։ Անտալիայում տեղի ունեցող դիվանագիտական ֆորումի ժամանակ բառաց եմ ցիտում։ Արտգործնախարար Արադ Միրզոյանը հետեւյալ միտքն է արտահայտել։ Ասել է, որ ավելի քան երբեք այսօր մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիրը կնքենք։ Ընդ որում, խաղաղության պայմանագիրը կնքելուց նույն րոպեին կամ կնքելու պահին անգամ մենք պատրաստ ենք ԵԱԿ-ի Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթը եւս ստորագրել, այսինքն երկու փաստաթուղթ դրված լինի սեղանին։ Համապատասխանաբար երկու կողմերի ստորագրությունները լինեն։ Այսինքն հասկանում ենք, չէ՞, ինչի մասին ենք խոսում։ Եվ այդ համատեքստում տեսեք, այս ինցիդենտը, որ տեղի ունեցել սահմանին, իհարկե մեր շնորհակալությունը ֆրանսիական կողմին, որ արձանագրում է, ինչպես դուք ասեցիք, գնահատականը տվեցիք, շատ ճիշտ է։ Այնտեղ կա եւս մեկ հատված, որի մասին դուք չխոսեցիք։ Այնտեղի հավելումը նշվում է, որ մոնիտորինգային մշտադիդարգող ավելացնելը ճիշտ եք, դուք ճիշտ եք ուզում ավելացնել, չէ՞, որ տեղին է ավելացնել, որպեսզի ամբողջական հասկանան։ Եթե խոսում ենք, ուրեմն խոսենք ճիշտ եք, ամբողջական միանգամայն։ Այնտեղ հստակ ասում է, որ պետք է այնտեղ մշտադիդարգող աշխատանքը ճիշտ կատարվի, մոնիտորինգ նմանատիպ դեպքերը բացառելու համար եւ այլն, այսինքն հիմա մենք գույքագրելով այն ինչ որ ունենք։ Բազմից ենք ձեր տաղավարում ձեզ հետ քննարկել։ Հայ-ադրբեջանական ողջ սահմանը առավել եւս նոր բնակցերով, որպես այդպիսին պետք է ունենա 1000-ից ավել, դա ես ասում եմ մինիմում, մշտադիդարգող, եվրոպացի մշտադիդարգողներ։ Ինչի, որովհետեւ դուք պատկերացնում եք այդ ամբողջ ծավալով աշխատանքը, որովհետեւ հնարավոր չի մշտադիդարգում իրականացնել ամբողջ երկայնքով։ Եթե մենք տրամաբանորեն գնում ենք նրան, որ օպերատիվ
կերպով, ամենօրյա ռեժիմով, ամեն րոպեվա ռեժիմով պետք է մշտադիդարգում լինի, որպեսզի այն նման ինցիդենտներից մենք ունենանք փաստ, տվյալ դեպքում մշտադիդարգող առաքելությամբ զբաղվող մարդիկ, որ կոնկրետ հստակ ապացույցներով ներկայացնեն, թե ով կողմներ առաջինը, որ կրակեց, որ կողմներ հրադադարի ռեժիմը խախտեց, որտեղ խախտեց, որ ժամին, ինչ զենքի միջոցով, որտեղ կրակելով, որտեղից կրակելով։ Բայց մենք գիտենք, որ հիմա տեսեք, իրենք ամբողջ այդ ծավալով չեն կարող այդ աշխատանքը։ Ստացվում է, նրանք ժամանում են այն վայրեր, որտեղ որ արդեն դեպքը տեղի ունեցել։ Այսինքն ստիպված են նման, որովհետև նորից եմ կրկնում, ամբողջ երկայնքով նրանք տեղակայված չեն։ Դեպքը տեղի ունեցել այդ րոպեին, կոնկրետ այդ րոպեին տեղի ունեցած դեպքը չի արձանագրվել։ Առաջարկվել է քանակ ավելացնել Եվրամիության։ Որի մասին մենք խոսել ենք։ Հիշում եք, բա մենք ասացինք, որ հիշում եք, քննարկեցինք, որ լավագույն ելքը դա դիմումով ներկայացնելը, խնդրանք դիմումով ներկայացնելը համապատասխան կառույցին, որ թվականակը ավելացնեն։ Եվ բացի այդ, ԱՄՆ-ի հետ շուտով զինավարժություններ են լինելու։ Ըստ ձեզ, դա խոսում է մի բանի մասին, եւ նաեւ այդ զինավարժությունների ֆոնին այս ռուս-ամերիկյան կարծես թե փոխ զինավարժություններ Հայաստանի տարածքի նկատի ունեն։ Այո, Հայաստանի տարածքում Հայաստանին ուժեղացնի մեր դիրքը, թե ոչ։ Նայեք, մինչև այս պահը զորավարժություն, ել եմ ասում, դա չագերտավոր զորավարժություն է, հիմա կասեմ ինչի։ Միացյալ Նահանգների հետ մենք ունենք մեկ զորավարժության տեսակ, դա արձիվ գործընկերն է։ Ամեն տարի տեղի ունենում։ Ընդ որում պետք է հասկանանք բովանդակությունը այդ զորավարժության, դա շատ լոկալ, տեղային խաղաղապահ ուժերի միջև կամ ոստիկանական ուժերի, ինչ որ հատուկ ստորաբաժանումների միջև տեղի ունեցող փորձի փոխանակում է։ Որովհետև մարդիկ, որ առաջի հայացքից լսում են այդ զորավարժություններ, մտածում են, թե ինչ որ դա լուրջ դաշնակցային հարաբերությունների մագարտակում ձևավորված, վաղը անվտանգային լուրջ խնդիրներ լուծող, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանող նման գործառույթներ, հա, անվտանգային գործառույթներ իրականացնող ինչ որ զորավարժությունը եւ հավանական պատերազմի ժամանակ օրինակ Միացյալ Նահանգների զինուժը պետք է գա Հայաստանի փոխարեն կամ հայ ժողովրդի, հայ զինվորականի հետ համատեղ պատերազմի թույլ չտա որևիցե ոտնձգություն։ Նման բան չկա։ Այ հենց այդպես է, որ մարդկանց շատերին ներկայացնում են այդ զորավարժությունը, մարդիկ գիտեն, թե ինչ որ դրանք շատ լուրջ, այսպես իհարկե գնահատելի է, իհարկե պետք են, դրա դեմոնստրատիվ մասը քաղաքական որպես կշիռ ունեցող երևույթ, շատ ճիշտ մատուցել պետք է։ Ադրբեջանը իր քաղելիքը կքաղի այդ դրանից։ Բայց ուզում ասեմ, պետք էլ չի ֆետիշացնել։ Հողի վրա պետք է հասկանալ, ընդ որում նույն այդ զորավարժությունները, որ հայ-իրանական մենք ասում ենք, դա էլ պետք չի ֆետիշացնել։ Այն նորից եմ կրկնում, այն օրը, երբ որ մենք ձեզ հետ կարձանագրենք, որ համատեղ զորավարժությունները ընդգրկում է ողջ Սյունիքի մարզը, մինիմում 41-ից 44 կիլոմետրի հատվածը, Մեղրիի հատվածը, որտեղ որ ադրբեջանական ագրեսիան ամենահավանականն է, ես ասեմ այո, հավանական պատերազմի դեպքում համատեղ ուրեմն ներկայանալու այդ հանգամանքը, թե պաշտոնապես հաստատական, ոչ պաշտոնապես, մենք վստահ լինենք, որ հասել ենք այդ մագարտակի, այ դա կլինի շատ լուրջ ձեռքբերում։ Պարոն Կարապետյան, կարծես թե առաջարկվելիքները շատ են, այ ԵՄ առաջարկվելիքը, Եվրոպական միության, ամերիկյան այս զորավարժությունները, այ մենք կապակցում գտանք Իրանի եւ նաեւ ռուս-ամերիկյան այս համաձայնությունների պահով, երբ որ իրար աչքով անելով, եւ դուք նաեւ կանխատեսեցիք, որ այստեղ էլ կուլիս կա, որ այդ կողմերը պատրաստվում են Հայաստանի հանդեպ դրական, ամեն դեպքում կառուցողական եւ պաշտպանական դեր ստանձնել։ Հիմա բայց պարզվում է, որ մեկ էլ տեսնում եք քնածախում կրակում են։ Հիմա ինչ պիտի տեղի ունենա, միգուցե այս ամեն ինչը մեզ չի պաշտպանում կամ այսպես վիրտուալ արերևույթ է մեզ թվում, մենք ինչ պիտի անենք, մենք ինչ դիրքավորում պիտի ունենանք, որ կամ մենք ճիշտ չենք դիրքավորվում, որ այս ամեն ինչից ճիշտ օգտվենք, կամ այս ամեն ինչը իրականում մեզ համար իրական չի։ Ինչ կարծիք եք։ Պարոն Ստեփանյան, դուք տեսել եք կամ լսել եք այդ մեկ հայտարարություն, լինի դա պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես, թեկուզ ինչ որ բարձրաստիճան եվրոպական ինչ որ քաղաքական գործի շուրջ հնչեցրած։
առայն որ նրանք պատրաստ են ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Ոչ։ Չունենք, չէ՞ նման։ Ոչ։ Շնորհակալ լինենք, որ մեր հետ անկեղծ են այդ հարցում։ Իհարկե։ Հավաքական արևմուտքը մեր հետ, ես դրա համար միշտ շնորհակալ եմ եղել, անկեղծ է այդ հարցում։ Երբեք անվտանգության բարձիկներ, այսպես վարդագույն բարձիկների մասին չի դրվել։ Բայց կան չէ՞ այստեղ վարդագույն բարձիկների այդ չէ, մատուցողները, չէ՞։ Այստեղ պսևդո արևմտամետներ կան, որոնք որ հենց հիմա ուկրաինյան բառից բուն իմաստով ավերվում է, բայց ասում եմ Ուկրաինան հաղթում է հենց հիմա։ Նման վերլուծաբաններ կան, դրանք ավելի շուտ վերլուծագանգեր են, քան վերլուծաբաններ, դրանք չգիտեմ, բայուղուշությամբ զվախ։ Ես ընդհանրապես էլի չեզոքության դիրքերից նկատել եմ, որ Ուկրաինայի ցավով ավելի շատ են տառապում, քան թե Հայաստանի ցավով, չէ՞։ Հա, Ուկրաինա ցավը ավելի շատ է։ Իհարկե, շատ ցավալի է ինչ-որ։ Հումորով բան, Թրամփին ավելի շատ են բանանում, հա, զարգում, չէ՞, Լեննականի բարբարով Գյումրովա կզարգեն, կփնովեն, քան ասենք Հայաստանի ցավերից կխոսեն, Դե դա ուրիշ տեսակ է, այդ տեսականին քաղաքական այդ վերլուծաբանների այդ կուտոկը լրիվ մի հատ ուրիշ բան է։ Եկեք չմտնենք այդ իրանց հետ ընդհանրապես պոլեմիկայի մեջ անգամ մտնենք չի կարելի։ Ինչ անել։ Ավելի ռացիոնալ, ավելի լուրջ բաներից խոսենք։ Տեսեք, իրականում ոնց որ ֆիքսեցինք, get 1 հայտարարություն, get 1 փաստացի հողի վրա չկա մեկը, որ Հայաստանի անվտանգության հետ կապված տարածքային ամբողջականության անխախտելիության մասով տա երաշխիքներ։ Այո։ Մարդիկ ասում են, օրինակ տեսեք Ֆրանսիայից, միգուցե մենք ենք վատ աշխատում, որ Եմենից այդ երաշխիքները չենք ստանում, միգուցե ասում են դա հարցի մյուս կողմն է, լավ ենք աշխատում։ Եվրոպան մեզ մոտենա, Եվրոպան մեզ տա է, միգուցե մենք ենք վատ աշխատում։ Տեսեք, լավ աշխատելը ուղիղ հարաբերական է վերջերս վարչապետի օր առաջ հնչեցրած անկեղծ ինքնախոստովանության հետ, որ 7 տարի մնացել են նույն դասարանում, իրենք տգետ են անձնակազմով հանդերձ։ Մանկավարժական գործունեությամբ եք զբաղվել, պարոն Կարապետյան, միգուցե դուք եք այդ հարցում թերացել։ Ինչ կարծիք եք։ Ամեն դեպքում տեսեք, չէ, փաստը այն է, որ զավեշտի ժանրից է, իհարկե մարազմացիկ ինչ որ բաներ են, չնայած դա իր հետաքրքիր բան կողմը ունի։ Հա, մարդկանց տվար զանգված ասում է մալադեց, այ գոնե ընդունում է, ի տարբերություն նախորդների ընդունում է, որ սխալվել են, կադրային քաղաքականությունը։ Առանց սարկազմի գուցե նայենք, ասենք գուցե մարդը իր կամ էլ հիմա մարդիկ կլինենք ասեն, չէ՞, պարոն Կարապետյան։ Այդ նախկինները ոնց է որ չէին ընդունում, որ իրանք տեսեք, մարդը ընդունում ասում է կադրային քաղաքականությունը ձախողել եմ, դրա մասին մենք հայ ենք ասել։ Զավեշտի ժանրից է, որովհետև ստացվում է եղբայր, եթե դուք աբագանել եք, եթե դուք ձախողել եք, եթե դուք ընդունում եք, որ դուք տգետ եք, դուք կառավարելու հետ ինչ գործ ունեք, այն էլ երկիր ու մի ողջ ժողովուրդ։ Դա մի հատ ուրիշ խոսակցություն է։ Վերադառնանք նախորդ ձեր հարցին։ Ֆրանսիայի հետ դաշնակցային շատ լավ հարաբերություններ են, եղբայրության, բարեկամության հիմքի վրա դրված։ Բավականին կառուցողական հարաբերություններ են, շատ չագերտներ չբացենք, անգամ առաջի խմբականակ Սեզարների մասին է խոսքը գնում, որ հայկական կողմը ստացել է, հիմա տեսնենք, բայց որպես այդպեսի նորից եմ կրկնում, որևէ երկրի համար, ինչպես Ուկրաինայի պարագայում, այնպես Հայաստանի պարագայում, ոչ մի խոստումներ չի տվել եւ հաստատի ստացվում է, որ մենք մեր հույսը կարող ենք դնել բացառապես մեր վրա։ Դեռ ավելին, պարոն Կարապետյան, այստեղ էլի ցիտենք ադրբեջանական կողմի, պաշտոնական կողմի, այսպես հարթաթան մեզ վրա, որ եթե Ֆրանսիան, նույն ձեր հիշատակած Ֆրանսիան մեզ մահաբեր զենքեր է տալիս, ուրեմն մենք պիտի մոռանանք այդ խաղաղության եւ դեռ ավելի նրանք ինչքան են խոսում, որ այդ մասով դիտորդական առաքելությունը պիտի տեղից հանել, 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 էլ վերցնել, էլ վերցնել, նոր հենց մտածել խաղաղության պայմանագրի մասին։ Այդ մասով ես չէի ուզենա շատ ծավալվենք, բայց ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարել է, հայկական կողմը պաշտոնապես չի հերկել այն մասին, որ մահացու զենքերի այլևս խմբականակ չի ժամանելու Հայաստան։ Դա եղել է ներքին պահանջ, որը բավարարվել է։ Դա ոչ պաշտոնական աղբյուրները, ադրբեջանական տելեգրամյան կանալները, բոլորը դրա մասին խոսում են եւ հայկական կողմից չկա դրա բացառում, այդ մեկ։ Հիմա կարող ենք ընդունել, որ պետք չի դա որակենք որպես սադրանք, տեղեկատվական, այսպես հնարք եւ դա հայկական կողմը չի տրվում դրան։ Բայց մեր ունեցած ինֆորմացիայով ցավոք կարծես դա այդպես է։ Հիմա
մենք արդյոք այնքան ինքնաբավ ենք, որ ստանանք այն զենքը, որի կարիքը ունենք։ Այնքան ինքնաբավ ենք, որ մենք կարողանանք այնպիսի համակարգեր բերել, որոնք որ այսօր գործառույթներ պետք է կիրառեն, եթե հավանական էքսպանսիոնիստական ուրեմն ռազմավարություն կիրառվի Հայաստանի հանդեպ։ Այդ դա հարցերի հարցն է, որովհետև գիտեք, կարելի ասել, որ հայկական կողմը մանևրում է, հայկական փաստը այն է, մենք ձեր հետ ֆիքսել ենք, որ 17 կեդերի դիմաց ստորագրողը կարող է ստորագրի 27-ի, 37-ի, 47-ի դիմացել։ Եվ նրանք հասկանում են, որ ճնշման արդյունքում հայկական կողմը գնում է զիջումներին։ Եվ իրենց այս պահին կարիք չկա խաղաղության պայմանագիր ստորագրել։ Դա իրենց պետք չի այս պահին։ Առավել ևս իրենց իշխանությունները, գիտեք, մեծ իշխանամերձ մամուլի վերլուծաբաններին ասում են, մենք կարող ենք սուրճ պատվիրել, նստել նայել, թե հայկական կողմը ոնց է բավարարում մեր հերթական պահանջները։ Էլ ինչի խաղաղության պայմանագիր կնքենք, մեզ ինչի ներս է պետք դա։ Մարդիկ շատ անկեղծ թշնամի որպես ասում են։ Հա, խնդրեմ ասեք։ Չէ, այդքանը։ Իսկ մեր բարեկամ երկրները գուցե օգնում են մեզ, որ մենք արտադրենք, դուք ունեք այդպիսի տեղեկություն մեզ համար այսօր հարկավոր նման տեղեկատվություն, ես ձեզ չեմ ասի հասկանալի պատճառներով։ Դա լուսաբանման ենթակա չի, դա կոնֆիդենցիալ է։ Օրինակը բանը հրապարակվել չէ։ Դա կոնֆիդենցիալ է։ Եկեք անգամ անուններ չտանք։ Ես ձեզ խնդրում եմ եւ հորդորում եմ։ Բայց արդեն ես էլի չէի, դա ճիշտ եք ասում, շատ ճիշտ բան եք ասում, բայց արդեն հրապարակվել են արալեզների այդ արտադրության մասին։ Դե տեսեք, հա, ինչ որ մաս պետք է ցույց տաս, ինչ որ մաս պետք է դեմոնստրացնես։ Հա, դե բարձ է, իհարկե։ Ամեն դեպքում ես էլ այն ինչ որ արվում է, այն ինչ որ արվում, ես կարծում եմ, որ որոշ քայլեր ձեռնարկվում են։ Ուրիշ բան, երբ որ դա կատարվում է ավուր պատշաճի, թե ոչ։ Ըստ ծավալի, ինչքան որ պետք է, թե ոչ։ Հարցերը միանշանակ, դրանք լուսաբանման էլ եմ ասում ենթակա չեն։ Թույլ տվեք չպատասխանել։ Իհարկե, բաներ կան, որ եւ դուք չգիտեք, դուք խոսեցիք այս թուլության մասին, այս թույլ վիճակի մասին եւ շատերը կարող են դրա մասին փաստել, օրինակի համար, ես ընդհանրապես փաստողի դերում լինեմ, բայց ինչ պիտի արվի, դուք ես կարծում եմ, որ գոնե իմանալով ձեր այսօրվա գործունեությունը որոշակի աշխատանքներ եք տանում եւ մեր նախորդ հանդիպման ժամանակ էլ դրա մասին խոսել եք, հիշատակել եք, որ որոշակի այսպես քաղաքական համախմբում եք փորձում առաջ բերել, այսինքն այլընտրանքային լայն մի քիչ համեստորեն կամ չէ, այսպես ասել, մարդիկ սիրում են ասել երրորդ բաներ, երրորդ ուժ բան կամ գուցե չասենք երրորդ ուժ, չգիտեմ, դա ինչ ուժ կլինի, կամ որ այդ երրորդ ուժ խոսքն էլ մի այնքան ասվեց, որ ծեծվեց, ու դա էլ մի տեսակ արժեքազրկվեց, չգիտեմ, ինչի մեր իրականության մեջ շատ բաներ են ասվում, արժեքազրկում, ասված նիհիլիզմի դրսևորումները դա լավ ուժերը չարժեքազրկվեն, նիհիլիզմի ճիշտ եք ասում, դրսևորում է դա, ինչ է կարծում, դա կօգնի, դրանով կարող են այն ուժերը, որոնք սպասում են, այն մարդիկ հասարակության այն անդամները, որոնք սպասում են այդ ամենին, ինչ որ դրական լիցքեր ստանան, դրական այլընտրանքներ տեսնեն, եւ մի քիչ էլ գուցե ավարտին խոսենք Գյումրու ընտրությունների մասին, Գյումրին ինչ ցույց տվեց այս առումով։ Շատ բարի քաղաքական դաշտում։ Տեսեք, թույլ տվեք ռետորական ձևով պատասխանեմ, վերադառնալով վարչապետի հետևյալ խոսույթին 7 տարի իրենք մնացել են նույն դասարանում, անգրագետ են, տգետ են եւ այլն։ Ես ինչ ասեցի, չէ, ուրեմն եղբայր զիջեք ձեր տեղը։ Բայց ասում եք փոխաբերական իմաստով ենք ասել։ Դե հասկանում ենք ինքը ինչ է ակնարկում, իրականում զուգահեռներ անցկացնում, հասկանում ենք ուր է տանում քամիները։ Բայց փաստացի ինչ որտեղ նաև ինքնախոստովանություն է, որտեղ իրոք այդպես կա։ Ես հիմա հետևում եմ այդ խորհրդին։ Ուրեմն դուք այն մարդիկ չեք, դուք կոմպետենտ չեք, դուք դիլետանտներ եք, բախտախնդիր, արկածախնդիրներ եք, որոնք որ պատահական հայտնվել եք իշխանական աթոռներին ու ադամներով այսօր պահում եք այդ աթոռը։ Գալու է ժամանակը, ընդհանրապես ինչ իշխանությունները հավես չեն լինում։ Դա միակ լավ բանն է քաղաքականության մեջ։ Գալու է մի պահ, չէ, որ զիջելու են դա։ Ինչ մեթոդով, արտահերտով, հերթականով, բայց զիջելու են դա։ Եվ մենք բազմիցս իրար հետ խոսել ենք, որ գալու են այնպիսի մարդիկ, որոնք որ ինքնաբավ են, կայացած են, գրագետ են, պրոֆեսիոնալ են, հմուտ են, գործից հասկացողներ են, այսինքն որակյալ կադրեր են գալու։
Այդ աշխատանքները այդ ուղղությամբ տարվում են։ Ուրվագծվում է հիմա այդ թիմային աշխատանքը։ Ես հիմա թույլ տվեք շատ չագերտներ չբացեմ։ Ես նախորդ մեր խոսակցության ժամանակ ակնարկեցի այդ մասին, որ աշխատանք տարվում է։ Դա տաժանակի աշխատանք է, թե որպես այդպեսին ինչպիսի մարդկանցով եք հավաքվում, թիմը որպես այդպեսին ինչ սկզբունքների հիմքի վրա է ուրեմն ձևավորվում, ինչ գաղափարների շուրջ եւ այլն, եւ փառք Աստծո, մանավանդ որ հայկական իրականության մեջ շատ դժվար է ինչպես ֆուտբոլ խաղալուց, հա, մենք շատ դժվար ենք այսպես ուրեմն թիմային աշխատանք տանում, բայց կարծես ստացվում է ինչ որ բան, քարը քարին դնելով օրեցօր ինչ որ պատկեր ենք ստանում։ Ահու սարսափը գործող իշխանություններ եւ ոչ միայն գործող իշխանություններ, նախորդների, նախկինների, այսպես որ ասում են, նույն այդ դիսկուրսի մեջ եկեք չմտնենք։ Հենց այդ երրորդ ուժի ինքնապավ մարդկանց ծնումն է, վերածնունդն է հենց այդ ուժերի։ Որովհետեւ այդ մարդիկ այնքան ինքնապավ են լինելու, ու իրանք իրենց մեխանիզմները օգտագործելու են, հա, այդ բոլոր հնարքները կիրառելու են, փչացնելու։ Բայց եթե 2026-ին էլ պարոն Կարապետյան դա չեղավ, գոնե այս պահը ինտրիգա, այո, պահենք, սպասենք ձեր հետագա, այսպես ասած, հրապարակումներին այդ ուժերի պահով, հա, եթե կհամաձայնենք։ Կգա ժամանակ, առաջ չընկնենք։ Եթե հա, առաջ չընկնենք, պահենք ինտրիգը դրա համար ասեցի, բայց եթե 2026-ին էլ դա տեղի չունեցավ, կտիրի, այսպես ասած, հիասթափություն եւ նորից կարծում եմ, որ իշխանությունը կվերարտադրվի, ամեն դեպքում ժողովուրդը կհասկանա, որ ավելի լավ է Եթե ալտերնատիվ շատ լուրջ այլընտրանք չձևավորվի, այնպիսի թիմ չգա, որը որ կունենա հստակ օրակարգ ճանապարհային քարտեզ, ապա բնականաբար վերարտադրվելու ներկաների վերարտադրվելու հավանականությունը, ինչպես դուք նշեցիք, շատ մեծ կլինի։ Այո, որովհետև էլի կան, չէ, ուժեր, մանավանդ ռեսուրսի կիրառումը, մանավանդ ռեսուրսի կիրառում կլինի, մանավանդ որ այս մարտիկ տառացիորեն կպած են իրենց աթոռներից։ Ընդհանրապես ոչ մի ձևով չեն ուզում գնալ, որովհետև արդեն վարժվել են, էլի, իրենց համար այդ աթոռը դա սուրբ սրբոց է։ Իսկ ինչ վերաբերում է Գյումրու ընտրություններին, շատ ինտրիգային իրավիճակ էր։ Օրեր առաջ ես ասացի, որ չի բացառվում, որ միսուտոցի էլ կտեսնենք, քաղաքական ինտրիգներ կտեսնենք, ինչ որ էքսեսներ կտեսնենք։ Հենց այսօր շատ հետաքրքիր դեպք է տեղ ունեցել, քաղաքականությունը ինչով է հետաքրքիր, այն մունիցիպալ օրենքի ընտրությունների ընտրակարգի իրավունք օրենքի տեսանկյունից։ Այսօր Մարտուն Գրիգորյանը ինքնաբացարկի, ինքը եւ իր եւս մեկ թեմագից ինքնաբացարկի հայտարարությամբ էր հանդես եկել։ Պատկերացնում եք, չէ՞, այդ տորգը, որ գնում է քաղաքական այդ առևտուրը, որ մենք տեսնելու ենք, ինչպիսի բազմաբովանդակ սցենարների կուլմինացիա կարող է ստանալ։ Որովհետև, հա, ընդունում ենք այս պահին, փաստացի ստացվում է, որ ամսու 16-ի առաջին նիստին դա վարելու է Վարդան Ղուկասյանը։ Բայց թե հաջորդիվ ինչ տեղի կունենա, որովհետև ել եմ կրկնում ընտրական օրենսգրքում, մասնավորապես մունիցիպալ իրավունքում, ավականների մասով այնքան նյուանսներ կան, այնքան օրենքի լազերկաներ կան, այսպես ասած, որոնք տարբեր ձևով երկուսը օգտագործելու են այդ համար, որպես այդպեսին Գյումրին ինքը իրենից Kinder սյուրպրիզ է։ Ես այդպես կմեկ, դրա մասին արդեն իշխանություններն են ասում, որովհետև այդ սցենարը, օրինակ իմ կողմից նշված, հա, ինքնաբացարկի մասին, անգամ վերլուծաբաններս քիչ էինք հավանում, քիչ էինք խոսում այդ հավանական սցենարի մասին։ Այ երկու ձայն տալը հասկանում էինք, գիտեինք ուր է գնում, ինչի համար է դրվում։ Բայց այս ռասկլադը էս որ գալիս է, լրիվ ուրիշ ռասկլադ է։ Այն ինչը որ 2 օր առաջ լրիվ ուրիշ ռասկլադ էր։ Այնպես որ շատ հետաքրքիր ու դեպքառատ իրադարձություններով հագեցած օրեր են մեզ սպասվում։ Առաջիկա նիստը շատ հետաքրքիր է լինելու։ Հետևենք, վանգայություններ չանենք, տեսնենք ինչ կուլմինացիա կստանա։ Թող մեր Գյումրի, մեր լեննականը, այսպես երբեմն լեննականը շահի, ամեն դեպքում լայն իմաստով այ ժողովուրդը շահի, հասարակ մարդը, պարզ մարդը շահի այդ ամենի հետևանքներով, իսկ
քաղաքական, այսպես ասած, գործընթացներին, այսպես ասած, դեռ թողնենք ինտրիգի մեջ եւ հուսանք մեր հաջորդ հանդիպմանը կանենք որոշակի հետաքրքիր մեր ունկնդրի համար հետաքրքիր բացահայտումներ։ Իսկ մեր երկրին ցանկանանք ձեզ հետ միասին խաղաղություն եւ թող այս բարդ աշխարհաքաղաքական այս խճճված իրավիճակում լինի խաղաղություն, լինի անդոր եւ կարողանանք այս ամենի հետևանքով վերականգնել մեր ուժերը եւ շարժվենք առաջ։ Աստված առաջ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր հյուրն էր միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ Ես դիմում եմ կրկին մեր այն սիրելի ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ ընդհանրապես սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ դրանով հանդերձ խրախուսել մեր աշխատանքը։ Սիրելի բարեկամներ, լավ եղեք։